Ապրիլի 5-ին հայության հայացքն ուղղված էր դեպի հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածին։ Մայր տաճարում պատարագ էր մատուցում ամենայն հայոց կաթողիկոսը։ Քրիստոնեական լուսավոր տոնը միավորել էր աշխարհասփյուռ հայությանը փառաբանելու Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Հայոց բոլոր եկեղեցիներում զատկական պատարագներ ու տոնախմբություններ տեղի ունեցան։ Առաջնորդանիստ եկեղեցիներում տոնական պատարագ մատուցեցին թեմակալ առաջնորդները։ Աշխարհասփյուռ թեմերի բոլոր եկեղեցիներում ընթերցվեց հայոց հայրապետի զատկական պատգամը։ Անուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Ինչպես որ Քրիստոս մեր արներից հարություն առավ հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր համախմբված եկեղեցիներում տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և հրաշափառ հարությունը։ Հայրապետական խոսքն ուղեցույց է հայրենիքից հազարավոր մղոններ հեռու ապրող հայ մարդու համար։ Մի փնտրեք նրան մեռյալների մեջ, մահը մեռավ, կյանքը հարություն առավ։ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում հազարավոր մարդիկ էին ներկա պատարագին։ Եկել էին մերձ մոսկովյան շրջաններից, մոտակա քաղաքներից։ Հայրենիքից հեռու մարդիկ հայրենիք էին գտել եկեղեցու կամարների ներքո։ Նյու Յորք, Մանհեթեն։ Քաղաքի սրտում է գտնվում Սուրբ Վարդան տաճարը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենանշանավոր հայկական հոգևոր կենտրոնը։ Այն Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդանիստն է։ Կառուցվել է Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Ազգային ինքնությունը չկորցնելու համար են հայերը եկեղեցին կառուցել, ազգային կյանքը ձևավորել եկեղեցու շուրջ։ Այսօր միայն Նյու Յորքում ավելի քան 100,000 հայ է ապրում։ Նյու Յորքի հայության սիրտը համարվող Սուրբ Վարդան տաճարը հարության տոնին հազարավոր հայերի էր միավորել։ Սուրբ Հարության ավետիսը հավատացյալներին փոխանցեց թեմակալ առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը եւ ընթերցեց հայոց հայրապետի զատկական պատգամը։ Սփյուռքի որոշ հայկական եկեղեցիներում ձևավորված ավանդույթ կա։ Պատարագի ավարտին պատարագիչ քահանան աղավնիներ է արձակում իբրև խաղաղության եւ օրհնության խորհրդանիշ։ Հարությունը նորոգության կոչ է փորձությունների հաղթահարման, նաև հավատքով, հույսով ու սիրով ապրելու բարձր պատգամ։ Տիրոջ հարության ավետիսը փոխանցելով հավատացյալներին, ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը աղոթք բարձրացրեց նաև Հայաստանի ամրապնդման, պետականության հզորացման և Սուրբ Էջմիածնի անսասանության համար։ Ինչպես նաև մեր Սուրբ Եկեղեցու անսասանությանը ի խնդիր գլուխ ունենալով Սուրբ Էջմիածինը, Վեհափարը և նաև ողջ հոգևորականաց դասը։ Կալիֆոռնիայի Բրբանք քաղաքի Սուրբ Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցին իր հարկի տակ էր միավորել հավատացյալների Արիզոնայից, Նևադայից, Վաշինգտոն նահանգից, Օրեգոնից։ Արևմտյան թեմը ներառում է ԱՄՆ-ի արևմտյան նահանգները, սա հայկական խոշոր համայնքներից մեկն է։ Սուրբ Հարության զատկական պատարագը հեռարձակվում էր տեղական հայկական հեռուստաալիքներով, որպեսզի արևմտյան ափին ապրող յուրաքանչյուր հայ կարողանա մասնակից դառնալ տոնին։ Հեռավոր Սան Պաոլո քաղաքի սրտում է գտնվում Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարը։ Բրազիլիան այն հյուրընկալ երկրներից մեկն է եղել, որ դեռևս 1920-ական թվականներին իր դռները բացել է հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի առաջ։ Այդ տարիներին Սան Պաոլոյում հաստատված հայ համայնքի միասնական ջանքերով կառուցվել է Սուրբ Գևորգ տաճարը։ Այն այսօր հարյուրավոր բրազիլահայերի համար համախմբման, ազգային ինքնության պահպանման և մշակութային կյանքի կարևոր օջախ է։ Վիրահայոց թեմում ևս լեփլեցուն եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության պատարագը։
Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագիչը թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն էր։ Սրբազան հայրը ընթերցեց հայրապետի զատկական պատգամը, հավատացյալ ժողովրդին հորդորեց գոտե պնդվել հարության հույսով, լույսի ու բարության անխուսափելի հաղթանակով։ Հարության պատարագը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մի հարկիտակ էր հավաքել ոչ միայն տեղի հայերին, այլև հավատացյալների քրիստոնյա տարբեր հարանվանություններից։ Մեծ պահեցողության երկար ճանապարհ անցած հավատացյալները Սուրբ հաղորդություն ստացան թեմակալ առաջնորդի ձեռքից։ Տերոշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը հավատացյալներին փոխանցեց նորին սրբության զատկական պատգամը։ Ժամանակին Իրաքի հայոց թեմում 25-ից 30 հազար հայ է ապրել, բայց 2003 թվականից հետո հայերի մեծ մասը երկրում ստեղծված կացության պատճառով արտագաղթել է։ Թեպետ վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն ենթադրվում է, որ այսօր շուրջ 6000 հայ է բնակվում Իրաքում։ Անկախ պատերազմներից, դժվարություններից, եկեղեցու դռները երբեք չեն փակվել, շարունակել են գործել եկեղեցական կառույցները։ Այսօր էլ եկեղեցին Մերձավոր Արևելքում ապրող հայի համար շարունակում է լինել ազգային նկարագրի պահպանման կարևորագույն օրրանը։ Սուրբ Հարության տոնի առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամն ու օրհնությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդին հասավ նաև մեր եկեղեցու ամենահեռավոր Ավստրալիայի հայոց թեմ։ Սուրբ պատարագը թեմակալ առաջնորդը Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցեց Սիդնեի Սուրբ Հարություն եկեղեցում։ Ներկային եղել տեղի հայ համայնքի անդամները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Ավստրալիայի հայոց թեմը կազմավորվել է երջանկահիշատակ Վազգեն առաջին հայրապետի կոնդակով։ Ավստրալիայի խոշոր քաղաքներում են հաստատվել 20-րդ դարում հայրենիքից տեղահանված ու հեռավոր մայրցամաք հասած հայ գաղթականները։ Սա նաև հայրենիքից ամենահեռու պատմական գաղութն է։ Այսօր հայերի թիվն այս մայրցամաքում շուրջ 50 հազար է, առավել խոշոր համայնքները կենտրոնացած են Սիդնեյում և Մելբուրնում։ Սիդնեի Սուրբ Հարությունը օծվել է 1957 թվականին, եկեղեցուն կից զարգացել են բազմաթիվ հայրենասիրական կառույցներ, գործում են դպրոցներ, միություններ, թերթեր ու ամսագրեր են հրատարակվում։ Հոգևոր և համայնքային կառույցների նվիրյալ առաջնորդների շնորհիվ հեռավոր այս գաղթօջախում հայ ինքնությունը պահպանվել է, փոխանցվել ավստրալահայ սերունդներին։ Երաժշտության և մշակույթի համաշխարհային մայրաքաղաք Վիեննայում է գործում Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կարևորագույն թեմական միավորներից մեկը։ Այն ունի յուրահատուկ կարգավիճակ և ընդգրկում է մի քանի պետություն, պատվիրակության իրավասության տակ են Ավստրիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի հայ համայնքները։ Շվեդիայի Սոդերթելե քաղաքն այս պատվիրակության կազմում ունի ամենաստվար հայ համայնքը։ Այստեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ կենտրոնացած է հիմնական համայնքային կյանքը։ Կարևոր կենտրոններ են նաև Ստոկհոլմ, Գյոթեբորի և Ուպսալա քաղաքները։ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը, որ հնչեց սկանդինավյան երկրների եկեղեցիներում, հիշեցրեց հեռավոր հյուսիսում ապրող հային, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, ինքը ևս մասնիկն է հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական մեծ ընտանիքի։ Ֆրանսիայի հայոց թեմը Եվրոպայի ամենահին կազմակերպված և ազդեցիկ թեմերից մեկն է։ Քաղաքի իշխանություններն ու բնակիչները հարգանքով և սիրով են վերաբերվում հարյուրամյակներ իրենց կողքին ապրող մեր հայրենակիցներին, հայ մշակույթին և եկեղեցուն։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը հավատացյալներին փոխանցեց Սուրբ Հարության հրաշափառ ավետիսը և ընթերցեց հայոց հայրապետի պատգամը։ Խաղաղության կոչ հնչեց Մառախլապատ Ալբիոնից։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը
Լոնդոնի առաջնորդանիստ Սուրբ Եղիշե եկեղեցում հավաքված հավատացյալ հայրենիների հետ խոսեց աշխարհում ընթացող պատերազմների, հատկապես մայր հայրենիքի սահմանների բեկուն խաղաղության, նաև հայրենիքում եւ Սփյուռքում արկա պառակտվածության մասին, ընդգծելով, որ հարության տոնին խաղաղության, համերաշխության եւ հաշտության հայրապետական պատգամը միավորման կոչ ու հորդոր է։ Այս զատկական դոնի ուրախությունը կփաշնենք մենք մեր բոլոր հայ եղբայրներուն եւ քույրերուն հետ սփռված համայն աշխարհին Հայաստան եւ Սփյուռք այնպես որ հոստե մեր բادیարքական եղբայրական ողջույնները եւ շնորհավորանքը գուղենք մեր եկեղեցու նվիրաբեդական աթորներու կահագալներուն նախ եւ առաջ նորին սուրբոծություն դեր քարայքին երկրորդ սրբազնակույն ամենայն հայոց կաթողիկոսին Տիրոջ հարություն առնելու այս լուրը համայն մարդկության համար մեծագույն ավետիս է, բարի լուր։ Ստամբուլի Գումգափուի Սուրբ Աստվածածին մայրտաճարում Սահակ Պատրիարքի մատուցած պատարագը համախմբել էր ողջ Պոլսահայ համայնքին։ Հայ առաքելական եկեղեցին մշտապես մեծ դեր է խաղացել Պոլսահայ համայնքի ազգային կյանքում։ Եկեղեցու շուրջ է կազմավորվել հայության ազգային կյանքը։ Սուրբ Հարության տոնը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը, Կանադայից մինչև Ռումինիա ու Հունաստան եւ Ավստրալիա։ Ամենուր, ուր կա հայկական գետ 1 եկեղեցի ու հայ շունչ, հնչեց Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսը, վերահաստատելով մեր ժողովրդի անխախտ հավատքն ու միասնությունը։ Հայրական մեր գնահատանքը ձեզ ամենքից սիրելիներ, առհայրենին եւ մեր Սուրբ Եկեղեցին անապահ դրսևորվող հավատարմության եւ ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել եւ շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։ Ձեզանով է շեն ու անսասան մեր Սուրբ Եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզանով է զորեղ ամուր ու լուսափայլ մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առհայրենին ու մայր եկեղեցին սիրով, ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։ Այսպես ամեն տարի հայոց թեմերի հավատացյալները Սուրբ Հարության տոնին հավաքվում են եկեղեցիներում, տոնախմբելու հրաշափառ հարությունը եւ լսելու հայոց հայրապետի պատգամը, որ տարածվում է Սուրբ Էջմիածնից։ Սփյուռքում ապրող ամեն հայ գիտի, որ Սուրբ Էջմիածինն է հայապահպանության երաշխավորը, հայի ոգին, հավատը, լեզուն պահողը ու կապը դարավոր մշակույթի հետ։ Գիտի նաև, որ ամենայն հայոց կաթողիկոսն է հայ առաքելական եկեղեցու անբաժանելիության խորհրդանիշը։ Թող Աստծո ամենախնամ աչքը, սերը եւ օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Քրիստոս հարյավ իմեռելոց։ Քրիստոս հարյավ իմեռելոց։ Քրիստոս հարյավ իմեռելոց։